Բարև ձեզ սիրելի երեխաներ, ես Խնկո Ապերն եմ, Աթաբեկ Խնկոյանը։ Ես հիմա ձեզ համար կպատմեմ իմ առակներից մեկը, Գայլն ու գառը։ Մի ամլիկ գառ, իրեն համար ջուր էր խմում արվակից, մեկ էլ դեմի ձորակից։ Գայլն է կտրում վերևը, խոսքին տալով էս ձևը. Այս ինչ լրբություն, ինչ հանդգնություն, այ դու փսլնքոտ, ոչխարի լակոտ, դու ինչի տեր ես, որ գաս քո դնչով, քթով ու պնչով ջուր իմ պղտորես, բռնեմ քո դունչը, որ կտրի քո շունչը։ Մի բարկանար, պարոն Գայլ, քեզնից ցած եմ քանի քայլ, էնպես բան ես ասում, որ… Սուտ եմ ասում, այ լախպոր, էդել չլինի հերվանը, չեմ մոռացել եմ բանը, որ հենց էստեղ, նույն օրը, հայհոյեցիր իմ հորը։ Մի տարեկան դեռ չկամ, Եղբայր թեր անզգամ, ես մի ծին եմ, մին ու ճար, խնամի դեր անպատճառ, կամ մեկը ձեր պիղծ ցեղից, էլ ժաշ չգաս քո տեղից, ձեր շների հովիվների ոխը, քեզնից ես հանեմ, տես գլուխդ ինչ բերեմ։ Ասավ հասավ գառանը, առավ թռավ անտառը։ Էստեղ ինչն է գլխավոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։